Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի մայիսի 15-ին Թուրքիայում Ուկրաինայի ղեկավարների հետ ուղիղ բանակցություններին, այս մասին ասվում է Թուրքիա մեկնող ռուս բանակցողների եւ փորձագետների կազմի մասին Կրեմլի հայտարարության մեջ։ Համաձայն այդ հայտարարության Պուտինը մայիսի 14-ին ստորագրել է հրաման, որով ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են 4 բանակցողներ եւ 4 փորձագետներ։ Պուտինը այդ կազմում ներառված չէ։ Բանակցություններին կմասնակցեն պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, որը երկու կողմերի միջև բանակցություններին մասնակցել է 2022 թվականին, պատվիրակությունը կգլխավորի Վլադիմիր Մեդինսկին, Պուտինի օգնականը, որը նույնպես մասնակցել է բանակցությունների վերջին փուլին ավելի քան 3 տարի առաջ։ Կրեմլի պատվիրակության մասին տեղեկությունից հետո ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւս չի մեկնի Թուրքիա։ Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ դիտարկում է այնտեղ կանգ առի հնարավորությունը Մերձավոր Արևելքի իր ներկայիս ուղևորության ժամանակ։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թուրքիա բանակցությունների կմեկնի պատվիրակության հետ, որի կազմում ներառել է պաշտպանության նախարարին, իր գրասենյակի ղեկավարին, ԱԳՆ ղեկավարին եւ իր դիվանագիտական խորհրդականին։ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է այդ երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Հանդիպումը տեղի ունեցել Ռիադում Թրամփի Պարսից ծոցի մի քանի պետության ղեկավարների հետ նախատեսված բանակցություններից առաջ հայտնել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։ Սա Միացյալ Նահանգների եւ Սիրիայի առաջնորդների առաջին հանդիպումն է վերջին 25 տարվա ընթացքում։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 2000 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը բանակցություններ է վարել Սիրիայի ղեկավար Հաֆեզ Ալ-Ասադի հետ, իսկ դրանից առաջ նրանք հանդիպել են 1994 թվականին։ Սաուդյան Արաբիան հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման ուղղված ԱՄՆ-Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Արքայազմ Ֆեյսալ բին Ֆարհան Ալ-Սաուդը եւ նշել, որ Ռիադն աջակցում է այդ բանակցություններին։ ԱՄՆ-ն եւ Իրանը Օմանի միջնորդությամբ բանակցությունների 4 փուլ են անցկացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման հարցով։ Հանդիպումներին իրանական պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը դատապարտել է Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում։ Նեթանյահուի գրասենյակը պնդել է, որ Ֆրանսիայի առաջնորդը դրանով վերարտադրում է արմատական պաղեստինյան շարժման ձևակերպումները եւ զրպարտում հրեական պետությունը։ Նախորդին Մակրոնը խայտառակություն է անվանել Գազայի նկատմամբ Իսրայելի եւ անձամբ Նեթանյահուի գործողությունները, ուշադրություն հրավիրելով անկլավի բնակիչների, ջրի, դեղորայքի եւ բժշկական օգնության հասանելիության բացակայության վրա։ Իսրայելի վարչապետի գրասենյակից այդ կոչին պատասխանել են։ Վարչապետ Նեթանյահուն վճռականորեն է տրամադրված հասնել Իսրայելի պատերազմի բոլոր նպատակներին, ազատել բոլոր պատանդներին, ոչնչացնել Համասի ռազմական ու վարչական ներուժը եւ ապահովել, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար։ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան համատեղ կզարգացնեն նոր խորքային ճշգրիտ հարվածի զենք, որի հեռահարությունը կգերազանցի 2000 կիլոմետրը, հայտարարել է բրիտանական կառավարությունը։ Եվրոպայի երկու խոշորագույն տնտեսություններն ուժեղացնում են իրենց պաշտպանական գործակցությունը։ Երկու երկրները նախորդ տարի ստորագրել են երկկողմ պաշտպանական դաշնագիր եւ ընդգծել Ուկրաինայի պատերազմում ցանկացած սրացումից Եվրոպայի ինքնուրույն պաշտպանվելու անհրաժեշտությունը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին եւ նրա գերմանացի գործընկեր Բորիս Պիստորիուսը Բեռլինում կայանալիք հանդիպման ժամանակ կհայտարարեն հեռահար զենքի ստեղծման նոր նախագծի մասին։ Հռոմի նորընտիր Լեո Պապը հայտարարել է, որ կանի ամեն հնարավորը խաղաղության համար եւ առաջարկել է, որ Վատիկանը որպես միջնորդ հանդես գա գլոբալ հակամարտությունների կարգավորման գործընթացում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ով խոսել է Պապի հետ նրա ընտրությունից անմիջապես հետո, ողջունել է այդ առաջարկը եւ կրկին հաստատել, որ Կիևը պատրաստ է աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են իր երկրի պատերազմը Ռուսաստանի հետ ավարտելուն։ Սուրբ Հատորը միշտ պատրաստ է աջակցել երկխոսությանը, մարդկանց վերադարձնելու հույսն ու արժանապատվությունը, խաղաղության արժանապատվությունը, ասել է Լեո Պապը։